Գործադիրի օրակարգում 6 տասնյակից ավելի հարցեր են, դրանցից ոչ մեկը Վարդավառին հաջորդող երկուշաբթին մեռելոց հայտարարելու մասին չէր, հուլիսի 24-ը աշխատանքային է, Վարդավառին էլ բնության գրկում զվարճացողները պետք է ուշադիր լինեն, մաքուր Հայաստանն ուժի մեջ է։ Մեքենայի պատուհանից դատարկ շիշ չի կարելի շպրտել Սևան, Երևան, Մայրուղու կամ Ապարան գնացող ճանապարհի շուրջը։ Մշակվում է աղտոտողներին պատժելու կոշտ պատիժների սանդղակ։ Նախարար Լոքյանը մանրամասնեց, օրինակ պատուհանից ծխախոտի մնացորդը դուրս նետելը կարող է 16,000 դրամ նստել։ Նվազագույն տուգանքի չափը 16,000 դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200-300,000 դրամի չափով։ Աղբամանների պակաս կա, համաձայն է, եկող տարի 10,000 հատ կգնեն։ Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը որոշեց, երթուղային միասնական ցանցի ձևավորում են սկսում։ Որը հնարավորություն կտա հանրապետության բոլոր համայնքները ապահովել տրանսպորտային սպասարկմամբ։ Ամենահեռավոր գյուղերից դեպի մարզկենտրոն, ապա մայրաքաղաք երթուղային միասնական քարտեզով, կայուն չվացուցակով ու ուղևորահոսքի սպասվող քանակին հարմար ավտոբուսներով։ Հեքիաթի պես է հնչում, բայց փաստաթուղթ է, օպերատորների հետ բանակցություններն էլ սկսել են։ Գործող տրանսպորտային ընկերությունների հետ խոսել են։ Ու գիտենք ժամանակացույց, երբ ենք հայտարարում մրցույթը, երբ ենք ունենալու այդ քարտեզը եւ բովանդակությունը ու հաջորդ մրցույթները երբ ենք անում։ Շատ լավ։ Վարչապետ Կարապետյանի օրվա հանձնարարականներից։ Մենք հիմա չենք հայտարարում, որ գերատեսչությունները մենք յուրաքանչյուրը երևի գիտի, որտեվ որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է։ Պետական մարմինները լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի ու փաստաթղթերի տրամադրումը ձգձգում են։ Մեկ պատուհանի սկզբունքը որոշ գերատեսչություններում չի գործում։ Անիմաստ վարչարարությունը պետք է վերացվի, հրահանգ է վարչապետից գործադիր մարմինների ղեկավարներին։ Մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվին։ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, կառավարության քաղաքականության արդյունքում լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի։ Բնապահպանության նախարարն էլ 2 ամիս ժամանակ ստացավ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցները կանոնակարգելու, ավելի կոնկրետ խստացնելու համար։ Օրվա որոշումներից մեկն էլ հին նմուշի անձնագրերում վավերականության ժամկետը էլ չի երկարաձգվի, անիմաստ է։ ԱՄՆ եւ Շենգեն տարածքում երկարաձգված անձնագրերով մուտքի վիզա չեն տրամադրում։ Կենսաչափական անձնագրերը չեն երկարացվում, 5 կապույտներն էլ 10 տարին լրացավ, ժամկետանց կհամարվեն։ Օրակարգի մշակութային հարցը Մատենադարանի կարգավիճակի փոփոխությունն է։ Հին ձեռագրատունը պոակ էր, հիմնադրամ է դառնում։ Մեծանում է Մատենադարանի ինքնավարությունը եւ միջազգային համագործակցության հնարավորությունը, կառավարման ձևաչափն է փոխվում։ Որոշումը շատ կարևոր ամրագրում էլ ունի Մատենադարանի բոլոր ձեռագրերը, ձեռք բերված նյութերը, նվիրաբերված ու նվիրաբերվելիք հնատիպ գրքերը պետության սեփականությունն են եւ ենթակա չեն օտարման, գրավադրման եւ այլ մուտք գործարքների։ Այս եւ բոլոր մյուս նախագծերը ընդունվեցին առանց վերապահման։ Հարցեր, առարկություն չկա։ Սուսան Բադալյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։